Տիգրան Մեծը այն արքան էր, որի օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նա ծնվել է մեր թվարկությունից առաջ մոտ 140 թվականին և իր երիտասարդությունն անցկացրել է որպես պատանդ պարթևական գերության մեջ։ Այս փորձը նրան կոփեց և սովորեցրեց քաղաքական խորամանկություն, գահ բարձրանալով։ Տիգրանը սկսեց լայնածավալ նվաճումներ, օգտվելով թուլացող կայունությունից։ Կարճ ժամանակում նա ենթարկեց Մարաստանը, Միջագետքը, Սիրիան և Կիլիկիան և մտավ Միջերկրական ծով։ Հայաստանը դարձավ կայսրություն, որը ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովի ափերը։ Տիգրանը ստանձնեց արքաների արքա տիտղոսը, հիմնադրեց մայրաքաղաք Տիգրանակերտը և այն վերածեց հելլենիստական աշխարհի հարուստ մշակութային կենտրոն։ Նրա իշխանությունը ճանաչվել է շատ արևելյան տիրակալների կողմից, և նույնիսկ Հռոմն ու Պարթևստանը հարգել են Հայաստանը։ Սակայն Հռոմեական հանրապետության հետ բախումը փոխեց պատմության ընթացքը։ Հռոմեացի զորավարների հետ պատերազմներից հետո Տիգրանը կորցրեց նվաճված հողերը, բայց պահպանեց երկրի անկախությունը։ Նա մահացավ մեր թվարկությունից առաջ մոտ 55 թվականանին, թողնելով հայկական պետականության ոսկե դարի հիշողություն։